Սիրելի հեռուստադիտողներ, ողջույն, ես քաղաքագետ Գյորգ Մելիքյանն եմ, այսօր մենք հյուրընկալել ենք կրթական հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյան, բարոն Խաչատրյան, ողջունում եմ ձեզ։ Միանգամից անցնենք մեր քննարկման թեմային, կրթական ոլորտ, կրթական համակարգ եւ խոսքը հատկապես վերաբերում է բարեփոխումներին, բայց մինչև բարեփոխումները հասկանանք այդ աշխատավարձների պատմությունը, որ բավականին աղմուկ բարձրացրեց սոցիալական ցանցերում, քանի որ տիկին նախարարը նշեց, որ կան ուսուցիչներ, որոնք ստանում են մոտավորապես 500,000-ից ավել գումար, մաքուր, եթե չեմ սխալվում, թե հարկերը ներառյալ, որը ամեն դեպքում բավականին բարձր աշխատավարձ է անգամ ընդհանրապես հայկական սեգմենտի համար։ Դա ճիշտ է թե ոչ։ Ճիշտ է, այդպիսի աշխատավարձ կարող են ստանալ, բայց խնդիրն այն է, որ շատ քչերը, որովհետև այդպիսի աշխատավարձ ստանալու համար ոչ միայն պետք է ունենաս կամավոր ատեստացիայի բարձրագույն արդյունք, տարակարգի 4-րդ մակարդակ, այլ նաև դու պետք է ունենաս 1 դրույքից ավել ժամեր, դասղեկություն, մեթոդ միավորման ղեկավարում, պետք է լինես բնագիտական առարկաների ուսուցիչ, իսկ այդպիսի մարդկանց թիվը չի կարող շատ լինել։ Դրա համար իրականում կա այդպիսի մարդիկ, որոնք ստանում են 500,000-ից բարձր, անգամ 600,000-ին մոտեցող աշխատավարձ, բայց քանի որ մենք ունենք 37,000 ուսուցիչ եւ դասավանդող, այդ թվերը այդպես որակ չեն կազմում, չէ՞, մաթեմատիկայում կա մեծ թվերի տեսություն, որի համաձայն, ասենք, այդպես եզակի բաները դա համակարգի համար առանձնապես էական նշանակություն չեն ունեն։ Եթե մենք անգամ ունենանք 100-200 այդպիսի ուսուցիչ, 600,000 ստացող, դա կրթության համակարգի վրա որակական առումով առանձնապես չի ազդելու։ Դա ընդհանրապես այդպես քաղաքական PR առումով է լավ, որ տեսեք նախկինում ուսուցիչը առավելագույնը կարող էր ստանալ 200,000, հիմա ինքը ստանում է 600,000։ Այսինքն հիմնականում այդ միտումը, որ աշխատավարձները բարձրանում են, ամեն ինչ գնում է դեպի այն, որ ուսուցիչները վերջապես կարող են արժանապատիվ բարեկեցիկ, ինչպես հիմա ընդունված է ասել, կյանք ունենալ, դա մի փոքր չափազանցություն է, նորից այդ աշխատավարձները բարձր չեն բոլորի համար եւ ընդհանրապես այո, բազային աշխատավարձի բարձրացում մենք չունենք, մենք ունենք կամավոր ատեստացիան հաղթահարող ուսուցիչների համար բարձրացումներ եւ ունենք ուսուցիչների որոշակի խմբերի համար բարձրացումներ։ Դա ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աշխարհագրություն այդ ուսուցիչներն են, մաթեմատիկան չի ներառվում, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներն են, այսինքն սելեկտիվ ինչ-որ խմբերի համար որոշակի բարձրացումներ կան։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե ուսուցչի աշխատավարձը շարունակում է մնալ ցածր մեծամասնության համար։ Տեսեք, նախարարությունը ասում է, որ 6,000 ուսուցիչ հաղթահարել է կամավոր ատեստացիան, բայց 37,000 հոգու մեջ 6,000-ը դա, այսպես ասած, փոքր ցուցանիշ է, այո։ Իսկ որակական առումով մենք նկատում ենք արդյոք ընդհանրապես կրթական բարեփոխում ասածը, եթե ճիշտ եմ հիշում, նախընտրական խոստումների մեջ էր մտնում։ Ընդհանրապես բարեփոխում բառը շատ էր շահարկվում, եթե հիշենք 2018-ի այսպես կոչված հեղափոխական այդ շարժումը, որտեղ անընդհատ խոսում էր այն մասին, որ պետք է մեր դատաիրավական ոլորտը բարեփոխվի, տնտեսությունը պետք է ոտքից գլուխ բարեփոխվի, արկեկրթությունը պետք է փոխվի, սահմանադրությունը պետք է փոխվի, ամեն ինչ պետք է փոխվեր։ Արդյոք կրթությունը փոխվել է Հայաստանում։ Էականորեն ոչ, մանավանդ ճիշտ եք ասում, 2018 թվականին եղել է խոստում, որ 5 տարի անց մենք ունենալու ենք որակապես այլ կրթություն։ Այդ 5 տարի անցը 2023 թվականն էր, եւ կարծում եմ անգամ նախարարության համար էլ ակնհայտ է, որ 2023 թվականին մենք որակապես այլ մակարդակի կրթություն չենք ունեցել, որտեղ խնդիրները շարունակում են մնալ եւ անգամ սրվել, օրինակ գրագիտության մակարդակի կտրուկ վատթարացում եմ ես տեսնում, երբ որ ասեմ համընդհանուր նկատի։ Այո, անգամ տեսեք, այս խնդիրը միայն երեխաներին չի վերաբերում։ Այսօր կոպիտ ուղղագրական սխալներ են անում նաև մեծահասակները։ Ինչու՞, որտեղ չեն կարդում։
եթե մարդը չի կարդում գրքեր, ինքը կամաց մոռանում է իր ժամանակին սովորածը։ Մենք անդադ երեխաներին ենք նշում, բայց բազմաթիվ մարդիկ, որոնք 10, 20, 30 տարի առաջ գրագետ էին, այսօր իրենք էլ են սկսել եւ վատ խոսել, եւ վատ գրել, որովհետեւ înthanուր կարդալու, զարգանալու մակարդակը նվազում է։ Դե TikTok-ային աշխարհում ենք։ Այո, եւ պատահական չէ, որ 2024 թվականին աշխարհում տարվա բառը ընտրվել ուղեղի փտումը։ Այսինքն մենք հիմա ունենք գլոբալ անկում եւ երբ որ նայում ենք PISA միջազգային ստուգատեսի ցուցանիշները, որին իդեպ այս տարի առաջին անգամ կմասնակցի նաեւ Հայաստանը, վերջին 20 տարիներում մաթեմատիկայի բնագիտության ընթերցանության ցուցանիշները ոչ թե նվազել են, այլ շեշտակի անկում են արձանագրել։ Արդեն նվազում չի սա, կտրուկ անկում է։ Խոսքը վերաբերում է, այսինքն սկսել են ընդհանրապես չկարդալ, հա, ճիշտ եմ հասկանում։ 15 տարեկան դպրոցականների շրջանում է սա անցկացվում։ Հայաստանը այս տարի առաջին անգամ կմասնակցի եւ հաջորդ տարի կտեսնենք Հայաստանի արդյունքները։ Այո, եւ ընթերցանությունն է վատացել, եւ մաթեմատիկան, եւ բնագիտությունը, բայց սա դեռ Հայաստանին չի վերաբերում։ Հայաստանը ունի մեկ այլ ցուցանիշ, TIMSS միջազգային ստուգատեսը, որը արդեն վերաբերում է 4-րդ դասարանցիներին, թեև կա 8-րդ դասարանի համար էլ, բայց Հայաստանը մասնակցում է միայն 4-րդ դասարանին, եւ դեկտեմբեր ամսին ներկայացվեցին վերջին արդյունքները, որտեղ Հայաստանը 15 միավորով բարելավել էր մաթեմատիկայի ցուցանիշը եւ 9 միավորով հետընթաց ունի բնագիտությունից։ Մենք ընդհանուր իհարկե հիմա ովքեր դիտում ենք, ասեն, գիտեք, աշխարհն է այդպեսին դարձել, ինչը ճիշտ է, բայց դա չի նշանակում, որ ենթադրենք, եթե ինչ որ մեկի երեխան տգետ է, ասի, դե գիտեք, աշխարհում բոլորն են տգետ, որովհետեւ ծնող այդպես չի ասի, ինքը կուզենա, որ իր երեխան լինի խելացի։ Հետեւաբար համաձայն չենք լինի այդ դիտարկման հետ, որ եթե ամբողջ աշխարհը գնում է այդ միտումով, ուրեմն մենք էլ ենք պարտավոր հետևել։ Ինչ պետք է անել այդ բանը կանգնեցնելու կամ այդ տրենդին չհետևելը, ինչպես կանգնեցնել։ Բնականաբար, բայց այնպես էլ չի, որ ասենք մենք աշխարհից առաջ ենք կամ բարձր դիրքեր ունենք։ Տեսեք, նույն 4 դասարանցիների բնագիտության ստուգատեսը 58 երկիր էր մասնակցում, Հայաստանը զբաղեցրել է 45-րդ տեղը։ Դա շատ ցածր ցուցանիշ է, համարյա վերջին տասնյակում ենք։ Մաթեմատիկան էլ, որ այդքան 15 միավոր առաջընթաց ունենք, դեռ 58 երկրների մեջ 32-րդ տեղում ենք։ Այնպես որ շատ ցուցանիշներով Հայաստանը շատ երկրներից հետ է։ Այսինքն մենք ձախողել ենք բարեփոխումները։ Կարելի է ասել, ոչ միայն ձախողել ենք, այլ մենք սխալ մոտեցում ունենք։ Օրինակ, գիտեք, ինչ խնդիր կա Հայաստանում։ Նախ Հայաստանի կրթության ոլորտում կեղծիքը, խաբեությունը շատ են։ Ինչ իմաստով, ինչ կեղծիք։ Բոլոր իմաստներով, այսինքն օրինակ դպրոցներում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ուսուցիչներն ու տնօրենները չեն բարձրաձայնում այդ խնդիրները, որտեղ Հայաստանում եթե դու խնդիր ես բարձրաձայնում, այդ ամեն ինչը ջարդվում է քո գլխին։ Դրա համար մարդիկ կոծկում են խնդիրները։ Օրինակ, եթե այսօր տնօրենները եւ ուսուցիչները անկեղծ ներկայացնեն, թե ինչ է տեղի ունենում դպրոցներում եւ դասարաններում, մենք կտեսնենք, որ շատ տխուր իրավիճակ ունենք։ Այսինքն նորից խրախուսվում է այդ ծածկադմփոցի մշակույթը։ Այո, դա Հայաստանի ամենամեծ խնդիրն է։ Մենք միայն լավ լուրերն ենք փորձում ասել, միայն ձեռքբերումները, իսկ որտեղ կա ծախողում խնդիր, փորձում ենք ծածկադմփոց անել, ինչու՞։ Որովհետև Հայաստանում կրթությունը շարունակում է մնալ որպես քաղաքական գործիք։ Այսինքն, եթե օրինակ հիմա նախարարությունը հրապարակի կրթության իրական խնդիրները, իրական վիճակը, սա ասենք օրինակ քաղաքական իշխանության համար լուրջ խնդրեմ կդառնա։ Բայց դուք հիշում եք, որ մի քանի տարի առաջ նախարարը ազգային ժողովում հրապարակեց Հայաստանի կրթության որոշ սուր խնդիրներ, բայց քանի որ դա հիմնականում վերաբերում էր նախորդ իշխանություններին, պարզ է, որ ներկա իշխանությունը դրա համար մեծ մասամբ պատասխանատու չէր։ Դա է տարօրինակ, որովհետև այո, իհարկե կարող ես մեղադրել, բայց միևնույնն է դու պետք է խնդիրը լուծես։ Այո, այդ հիշում եք 30%, 40% ֆունկցիոնալ անգրագիտության մասին, որ ասվում էր, դա ասենք 2015 թվականի տվյալ էր, այսինքն այս իշխանությունը դրա համար
պատասխանատվություն չէր կրում։ Հրապարակվեց դա։ Հիմա ես չեմ կարծում, որ մեզ մոտ գրագիտության վիճակը բարելավել է։ Հակառակը, ես որ տեսնում եմ ինչպիսի սխալներ են անում դպրոցականները։ Նկատի ունեք զուտ հայերենի գրության մեջ, ենթադրենք դա վերաբերում է մաթեմատիկային, այլ բնական գիտություններին։ Մաթեմատիկան չեմ կարող ասել, որովհետև մասնագետ չեմ, բայց հայոց լեզուն էլ, ասենք, չեմ խորանում կետադրական սխալ, ոճական, դրանք մի քիչ դեռ մասնագիտական են։ Հասարակ ուղղագրական սխալներ։ Տառը սխալներ։ Անհավանական բաներ են գրում երեխաները, անհավանական սխալներ։ Պարզը գիք չեն կարդում, հիմնականում էմոջի ծնողներն էլ ճիշտ չեն տիրապետում, չեն ուղղում նաև տանը։ Միանշանակ մենք մեր երկիրը շատ քիչ գիրք կարդացող երկիր է, իսկ եթե դու չես կարդում, դու չես կարող գրագետ լինել։ Իրականում ինչ որ դուք ասում եք ցավալի է եւ զարմանալի է նաև մի կողմից, որովհետեւ որպես կանոն մեզ մոտ ընդունված է ավելի գովաբանական ձևով ներկայացնել, որ մենք գրքասեր, խելացի, հին, իմաստուն կրթության այդպես առաջամարտիկներից մեկն ենք եւ դուք ասում եք այսպես հակառակ հոսանքին բաներ, բայց ասում եք որովհետեւ տեսնում եք թվեր։ Բուհերում էլ է նույն վիճակը։ Այո, Հայաստանի բուհական համակարգը բավական մտահոգիչ վիճակագրություն ունի։ Մենք 2018-19 թվականներին ունեցել ենք որոշակի առաջընթաց, ինչու, որտեղ եթե հիշում եք, այդ տարիներին բուհերում բավական ազատություններ կային, հոգաբարձուների խորհուրդներում որպես նախագահ ընտրվում էին անգամ գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ, ոչ բարձր մակարդակի պաշտոնյաներ, բայց 20 թվականի պատերազմից հետո, երբ որ մի շարք բուհեր հանդես եկան վարչապետի հրաժարականի պահանջով, բուհերի հանդեպ վերահսկողությունը խստացվեց։ Եվ հիմա մենք արդեն դրա արդյունքները տեսնում ենք։ 2019 թվականին Հայաստանում ակադեմիական ազատության ցուցիչը եղել է 0.84, առավելագույնը 1-ն է։ Օրինակ Էստոնիան այս պահին ունի 0.98 եւ համարվում է աշխարհի ամենաառաջատար երկիրը։ Բայց 0.84 ունեինք 2019-ին, ինչը Հայաստանի համար հոյակապ արդյունք էր, բայց 2024-ին իջել ենք 0.64։ Այսինքն մենք հիմա աշխարհի լավագույն այդ 50%-ի մեջ էլ չկանք։ Դուրս ենք եկել, այդ այսպես ասած, այսինքն ավելի ռեպրեսիվ են դարձել համալսարանները։ Այո, ըստ այս ցուցիչի, որը բնականաբար շատ լուրջ կազմակերպություն է իրականացնում, եւ իրենք փորձագիտական հարցումներ են անցկացնում բոլոր երկրներում, ունեն 4-ից 5 փորձագետ, հարցաթերթիկներ կան, որոնց համաձայն փորձագետները լրացնում են տվյալները, եւ նաեւ Հայաստանը վերջին 10 տարիներում լույս տեսնող մեկ այլ զեկույցում հայտնվեց 2024 թվականին, Ազատ միտք 2024 զեկույցում, որը այդպես ասած պաշտպանում է դասախոսներին, որոնք եւ ուսանողներին, որոնք կարող են տարբեր համալսարաններում ենթարկվել ճնշումների եւ այլ կարգի սահմանափակումների եւ այդտեղ Հայաստանը հայտնվեց անորոշ առաջին անգամ այդ զեկույցում կապված ամերիկյան համալսարանի 8 ուսանողների բերման ենթարկելու այդ պատմությունը, որ 23 թվականի Արցախյան դեպքերի հետ կապված խաղաղ ցույց էին արել եւ 8 ուսանողի բերման էին ենթարկել, որից հետո ամերիկյան համալսարանը հայտարարություն էր տարածել պաշտպանություն իր ուսանողներ եւ դա հիմա հայտնվել է տարեկան զեկույցում։ Ռեյտինգներ կան, չէ՞, նաեւ ասեն, որոնք բովանդակությունն են չափում, ընդհանրենք գիտության տեխնացուներ եւ դոկտորներ, լավագույն ամսագրերում տպագրություններ, կոնֆերանսներ, այդ առումով հայկական բուհերը ինչ վիճակի են։ Եվ նաեւ կուզեի համատել փոքր Վրաստանի եւ Ադրբեջանի հետ։ Ну տեսեք, տպագրությունների առումով Հայաստանը որոշակի առաջընթաց ունի վերջին տարիներին, որտեղ վերջին 1-2 տարվա ընթացքում բավական շատացել են հոդվածները, Scopus Web of Science, բայց հիմնականում ուղղություններով
Հիմնականում բնագիտությունն է բնականաբար, բայց հումանիտարում էլ ունենք։ Դա տեղի ունեն, որտեղ այդ գծով հատկացվում են որոշակի ֆինանսներ եւ գիտնականների աշխատավարձերն են բարձրացել, գիտաշխատողների եւ նաեւ այդ հոդվածների համար Scopus-ում հրապարակվող դասախոսները ստանում են լրավճարներ, որոնք որոշ դեպքերում բավական շոշափելի գումարներ են։ Այդ հոդվածների տպագրության առումով ունենք առաջընթաց, բայց մենք այնքան հետ ենք մնացել, որ անգամ այս փոքրիկ առաջընթացը դեռ մեզ շատ հեռու է պահում առաջատար երկրներից։ Իսկ մնացած առումներով իհարկե ունենք լրջագույն խնդիրներ։ Հայաստանը 100-րդ տեղն է գրավում բուհական ֆինանսավորման ցուցանիշներով։ 100-րդ։ Բուհական ֆինանսավորումը ինչ է նշանակում։ Այսինքն ինչպես է պետությունը ֆինանսավորում համալսարանները։ Բայց իհարկե շատ երկրներ պետությունը չեն ֆինանսավորում, շատ ու շատ բուհեր մասնավոր են նաև։ Հա, բայց չէ, օրինակ, եթե նայում ենք երկրների պետական բուհերը, զարգացած երկրների շատ մեծ ռեսուրսներ են հատկացվում։ Հայաստանը, գիտեք, մենք այսօր ունենք բուհեր, որ 5-ից 10% են պետությունից ստանում գումարի։ Մնացածը այդ ուսանողների վարձավճարներ։ Իսկ դա իսկապես այդպես է, որ դասախոսները շատ ցածր գումարներ են ստանում, իսկապես դա ճիշտ հաշվարկի արդյունքում է, որ դասախոսը շատ քիչ է վաստակում, թե ինչ որ այլ հաշվարկներ կան, որ մենք այս հայտնի չեն, որովհետև ես օրինակ որտեղ դասավանդում եմ, իհական չի իմ անունները, այնտեղ բավականին ցածր են դասախոսների աշխատավարձները եւ ոչ միայն այդտեղ, այլև շատ ու շատ այլ բուհերում, հա, կարող է եթե մարդը 1.5 դրույք, այսինքն ամբողջ օրը անցկացնի այնտեղ, ունենա մագիստրատական, չգիտեմ, թեզերի պաշտպանության ղեկավարի բան, ստատուս կամ էլի բաներ, ինչ որ մի քիչ ավել ստանա, բայց հիմնականում անհասկանալի է այդ գումարները ուր են գնում։ Ուսանողը ինքը կարծում է, որ այդ գումարները գնում են դասախոսներին։ Այո, ցավոք մենք Հայաստանում այս պահին ունենք բուհեր, որտեղ 1 դրույքով աշխատող դոցենտի աշխատավարձը այդպես 150-160 հազարի կարգի է, որը չափազանց ցածր աշխատավարձ է եւ գուցե որոշ բուհերում այդ աշխատավարձը դոցենտի հասնում է մինչեւ 400,000, որը էլի ցածր է։ Ընդհանրապես, տեսեք, դասավանդումը բուհերում, բուհական դասավանդումը չափազանց անտեսված է։ Եվ սա լրջագույն խնդիր է։ Հայաստանում հիմա բոլորը զբաղվում են դրամաշնորներով եւ հոդվածներ գրելով, որտեղ այդ երկուսի մեջ են հիմնական ֆինանսական ռեսուրսները։ Հիմա լավ ես դասավանդում թե վատ, դրա համար քեզ ոչ ոք բան չի ասում։ Ու մարդիկ տեսնում են, որ դասավանդման համար որևէ խրախուսում չկա, այն չենք մեզ կոտորում, հա, եկեք էներգիան խնայենք, մի բան այնքան որ դասավանդենք, ռեսուրսը պահենք հոդված գրելու վրա։ Այս խնդիրը կա եւ այս խնդիրը անգամ Բոլոնիայի 2024 թվականի զեկույցում է բարձրացվել, որ բուհերում, սա իհարկե համընդհանուր խնդիր է, բայց Հայաստանում շատ սուր, բուհերում դասավանդումը թերագնահատվում է։ Եվ ինչու է սա կարևոր, որովհետեւ մեր ուսանողների ճնշող մեծամասնությունը չի գալիս բու հետազոտություններ անելու համար։ Գալիս են գործնական ինչ-որ գիտելիքներ ստանալ, մտնեն աշխատաշուկա։ Բայց ուսանողները ընդհանրապես որևէ բանի համար գալիս են, բացի դիպլոմի ու ժամանցի։ Այո, հիմա ես դες ասեմ, Հայաստանի բարձրագույն կրթության հիմնական խնդիրը որն է, որի մասին չենք խոսում։ Հայաստանի բարձրագույն կրթության հիմնական խնդիրը այն է, որ ուսանողները դասի չեն գալիս։ Դեռ աշխատում են։ Այո, հիմա եթե մենք ակադեմիական քաղաքը կառուցենք, դրա համար կգան դասի։ Հիմա երբ որ ես առաջ եթե դու այդ վերջի դասից հետո համալսարանի դռները բացեիր, այնքան ուսանող կար, որ չէր կարող ներս մտնել։ Հիմա մարդ չկա։ 3-րդ, 4-րդ կուրսերում կեսից ավելին դասի չի գալիս։ Աշխատում են, թե ուղղակի անարում են գալ, աշխատում են դասերի հաշվին։ Դասերի հաշվին, բայց դա օրինակ, այսինքն նույն խնդիրը ես եմ ունենում, բայց ենթադրենք ես ուսանողների հետ փորձում հասկանալ, խոսել, իմանալ ինչն է պատճառը, իրականում դասախոսները այդպես չեն անում, կա, չկա, դնում են բացակա, բայց իրականում դա ես օրինակ չգիտեմ, ներքին կանոնադրությամբ թույլատրելի է թե ոչ։
Իհարկե ոչ։ Ոչ։ Իհարկե ոչ, որովհետև կա որոշակի այդպես քանակ։ Եվ դա տրամաբանական, այսինքն ուսանողը պետք է գա դասի։ Դասի չեկող ուսանողը չի կարող լավ սովորել, որտեղ ինքը պետք է գոնե հասկանա ինչա տեղի ունենում, հա, մասնակցի, ներկա լինի։ Բայց միգուցե աշխարհն է փոխվել, այդ առումով մենք մի քիչ դժվար կլինի մտածել, որ ուսանողը մինչև չավարտի։ Կա ընդհանուր փոփոխություն կա, չէ, տեսեք, ես ոչ թե դեմ եմ, որ ուսանողը աշխատի, նորմալ Բայց է։ ոնց համակցել, եթե ինքը Այո, հապիկյա։ տեսեք, օրինակ աշխարհում էլ ուսանողները աշխատում են, չէ, բայց կա լիմիտ 20 ժամ։ Շաբաթական 20 ժամից ավել չի կարող ուսանողը աշխատել։ Մեզ մոտ մենք ունենք գործատուներ, որոնք ուսանողին անգամ չեն թողնում գա միջանկյալ քննության։ Ես այդպիսի դեպքեր եմ ունեցել։ Ուսանողը եկել է միայն վերջնական քննությանը, որտեղ միջանկյալի գործատուն չի թողել։ Քննությունների պատրաստման համար իրենց որոշակի օրեր դիտրվեն, դա էլ չի տրվում։ Այսինքն հիմա մենք պետքա ինչ-որ ճնշում գործադրենք գործատուների վրա, որ իրենք ուսանողներին ինչ-որ հնարավորություններ տան դասի գալ, քննություններին գալ, չկա դա։ Գործատուն, ասենք, առավոտը 9-ից մինչև 6-ը պահանջում է, որ ուսանողը ներկա լինի, մեզ մոտ 6-ից հետո դասեր չկան համարյա, էլ երբ կա ինքը դասի։ Հիմա սա լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է, որտեղ եթե ուսանողները դասի չեն գալիս, ինչի համար է այս ամեն ինչը։ Եթե 50, 60, 70% բացակայություն կա, այս ռեսուրսը, տեսեք, մեզ հիմա ասում են ակադեմիական քաղաք կառուցում ենք, որտեղ այս քաղաքի կենտրոնի շենքերը չեն բավականացնում։ Ես չէի ասի, որ այդպես է, որտեղ լսարանների մեծ մասը կիսադատարկ են։ Այդ առաջ էր, որ տեղ չկար, երկրորդ հերթեր եւ այլն։ Հիմա եւ դասերն են կրճատվել, եւ ուսանողները չեն գալիս։ Հիմնական պատճառը սոցիալական վիճակն է։ Իսկ դասախոսական կազմը, մենք շատ քիչ ենք խոսում դասախոսների որակներից։ Արդյոք այդտեղ էլ խնդիր չունենք լրջագույն ընդ որում։ Իհարկե ունենք։ Տեսեք, մենք իրականացնում ենք վերապատրաստումներ, բայց պետքա նայել այդ վերապատրաստումները, ասենք, արդյոք խելացի են իրականացվում, վերապատրաստումից հետո ինչ է տեղի ունենում։ Շատ հաճախ վերապատրաստումը ավարտվում է ու վերջ։ Այդ խելացի համակարգ չի։ Մենք օրինակ այսօր Հայաստանում չունենք դասախոսների վերապատրաստման խելացի համակարգ։ Ինչ որ ժամերով, ինչ որ դասընթաց անում ենք, հետո գնում ենք, թե ինչ եղավ հետո, ոչ մեկը տեղակ չի։ Դրա համար հիմա օրինակ աշխարհի շատ երկրներ, եվրոպական հատկապես, ստեղծում են բուհական կրթության բովանդակությունը կառավարող կառույցներ, որոնց խնդիրն է դասախոսներին օգնել եւ հասկանալ ինչպես է տեղի ունենում դասավանդումը։ Մեզ մոտ այս ուղղությամբ խնդիրը անուշադրության է մատնված։ Հատկապես բարձր կոչումներ ունեցող դասախոսները, դոկտորներ, պրոֆեսորներ, իրանք ընդհանրապես վերապատրաստումներին չեն մասնակցում, այն մտայնությամբ, որ դե ես արդեն դոկտոր մարդ եմ, ինձ ով դի վերապատրաստի, բայց այդտեղ խնդիրը դոկտոր լինելը չի, խնդիրը դասավանդումն է, խնդիրը այն է հասկանալ ժամանակակից ուսանողը ինչպես է փոխվել, ինչպես իր հետ աշխատել։ Այս հարցերը մեզ մոտ մատնված են անուշադրության։ Այսինքն ամեն բոլոր առումներով, ես իհարկե ոչ թե խնդիրն այն է, որ ուզում ամեն ինչին քննադատական մոտենալ, բայց ինչպես դուք ասացիք ամենասկզբում համարյա, որ կարևոր բաներից մեկը խնդիրները չծածկելն է եւ դրանց մասին խոսելը, որ մենք կարողանանք լուծել։ Հիմա մենք անդադ խոսեցինք, դուք նշեցիք բոլոր այդ խնդիրները, որոնց համար շնորհակալ եմ, որովհետեւ ես էլ եմ կարծում, որ նախ հասուն մարդիկ են խնդիրները լուծում։ Եթե մենք խուսափենք խնդիրներից, նշանակում մենք հասուն չենք։ Մենք մեզ վրա վստահ չենք, որ մենք կարող ենք այդ խնդիրները, հետեւաբար մենք ծածկադմփոց ենք։ Շնորհակալ եմ, որ խոսեցիք եւ շնորհակալ եմ, որ կարողանում եք մասնագիտորեն այդ բոլոր բաները պես կետարկետ ներկայացնել եւ հնարավորություն տալ նաեւ մեր բոլոր այլ գործընկերներին իրենց էլ տեսնել այդ գործընթացներում եւ իրենց նաեւ միգուցե սխալները կամ անելիքները հասկանան։ Շնորհակալություն։ Ես ընդհանրապես մի նախադասություն ասեմ, որը շատ այդպես կեզրափակի ավելի տպավորիչ ձևով մեր զրույցը, բուհերի շրջանավարտների հմտությունների մակարդակով Հայաստանը աշխարհում 125-րդ տեղում է։ 190 քանի երկրների մեջ։
Չէ, կարծեմ այդ հետազոտությանը մոտ 170 երկիր է մասնակցում, բայց ամեն դեպքում այն չմասնակցողները ավելի է ինձ թվում է հետամնաց երկրներ են։ 125-ն եք մենք հմտություն, ուսանողը շուկա մտնելիս չի տիրապետում այն հմտությունները, որոնք իրենք արժան։ Դրա համար իրենք գնում են աշխատում, որովհետև իրենք չեն սպասում, իրենց հիմա պետք է աշխատել, քան թե սպասել, թե մի օր իրենք կավարտեն, դիպլոմով կգնան աշխատել։ Եվ ամենակարևորը, որ ուսանողների մեծ մասը բավարարվում է ցածրակարգ աշխատանքներով։ Այսինքն, եթե ինքը սուպերմարկետում աշխատանք է գտնում, ինքը համարում է, որ դա լավ է։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն։ Շնորհակալություն նաև բոլոր նրանց, ովքեր քննարկմանը մեր այս հետևեցին, արեցին հետևություններ, թերևս մենք հյուրընկալեցին կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին, ձեզ հետ է քաղաքագետ Գյորգ Մելիքյանը, անպայման հետևեք մեր քննարկումներին եւ ընդհանրապես Եվրամեդիայի բոլոր եթերներին։ Հաջողություն ձեզ։